Հերիխ Մխիթարյանի և Ժոզե Մորինյոյի հարաբերությունները Մանչեսթեր Յունայթեդում գրեթե առասպելական են դարձել, նրանց ճանապարհները խաչվեցին երկու անգամ և երկու դեպքում էլ բոլորովին տարբեր սցենարներով, այս մասին հայտնում է Arnsport.am-ը։ Հարկարարվածության մասին պարզ էր, բայց հայ կիսապաշտպանի նոր լույս տեսած ինքնակիսագրականացույց է տալիս, թե որքան կտրուկ էր իրավիճակը Մանչեսթեր Յունայթեդում։ Դու կղանք ես Մանչեսթեր Յունայթեդում տեղի ունեցած սկանդալային երկխոսությունը, Մխիթարյանը մանրամասներ է ներկայացրել Մորինյոյի հետ ամենաթեժ վեճի մասին, որը տեղի էր ունեցել իրենց միջև։ Հերիխն ասել էր՝ դու ինձ քննադատում ես արդեն 1.5 տարի, ինչ ես տեղափոխվել եմ Մանչեսթեր Յունայթեդ, Ժոզեն պատասխանել էր՝ դու կղանք ես, հասկանում ես։ Հերիխն էլ արձագանքել էր՝ դու ես կղանք, մեծ կղանք։ Գնա, ես քեզ այլևս երբեք չեմ ուզում տեսնել, պատասխանել էր Մորինյոն, այս միջադեպը վերջնականապես փչացրել էր ամեն ինչ։ Դրանից հետո Մորինյոն սկսել էր պարբերաբար ճնշում գործադրել Մխիթարյանի վրա հեռանալու համար։ Բազումների ժամանակ Ժոզեն ինձ ոչինչ չէր ասում, բայց ամեն երեկո գրում էր՝ Միկի, խնդրում եմ հեռացիր։ Հետո տեքստը մի փոքր փոխվեց՝ Միկի, խնդրում եմ հեռացիր, որպեսզի ես կարողանամ գնել Ալեքսիս Սանչեսին։ Ի վերջո Արսենալի հետ փոխանակումը կայացավ, սակայն այն մեծ օգուտ չբերեց Մանչեսթեր Յունայթեդին։ Վերամիավորումը Ռոմայում եւ պատմական տիտղոսը։ Ամենազարմանալին այն է, որ Մորինյոն եւ Մխիթարյանը հետագայում նորից հանդիպեցին Ռոմայում։ Չնայած անցյալի կոնֆլիկտներին նրանք կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները եւ նույնիսկ միասին նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, Ռոմայի պատմության մեջ առաջին եվրոպական տիտղոսը։ Իսկապես հատուկ հարաբերություններ են։ Մխիթարյանը նշում է, որ նրանք հասուն մարդկանց պես որոշում են կայացրել ամեն ինչ թողնել Մանչեսթերում։